Այս թարգմանության արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն Շահումյան կազմակերպության տեսակետները։ Հավանան պաշտոնապես հերքեց Վաշինգտոնի հետ որևէ գաղտնի բանակցություն։ Գովեստ Մեքսիկայի համերաշխության դերի համար շրջափակման դեմ։ Կարլոս Ռ. Ֆերնանդես դե Կոսիո, կուբացի վետերան դիվանագետը, որը 2022 թվականի հունվարից զբաղեցնում է երկրի արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, մեքսիկական թերթին տված հարցազրույցում կտրականապես հերքում է Հավանա-Վաշինգտոն բարձր մակարդակի բանակցությունների մասին տարածված պնդումները։ Ավագ դիվանագետը, ով Կոլումբիայի կառավարության եւ այդ երկրի հեղափոխական զինված ուժերի FARC միջև խաղաղ բանակցությունների առաջին փուլում նույնպես Կուբայի ներկայացուցիչն էր, այնուամենայնիվ ընդգծում է. հարգալից եւ հավասար մթնոլորտում նման բանակցությունների հնարավորությունը երբեք բացառված չէ։ Նա Լա Խորնադային տված իր ընդհանրացակ հարցազրույցում Կուբայի ղեկավարության հայտնի դեմքերի ընտանիքների եւ ամերիկացի պաշտոնյաների շփումների շուրջ տարածված լուրերը բնութագրում է որպես անհիմն բամբասանքներ եւ օդի ծուխ, որոնք ոչ մի այլ նպատակ չունեն, բացի Կուբայի ժողովրդի դեմ ուղված մահաբեր, մարդասիրությանը հակասող եւ կատվածահար անող շրջափակման մեջ սպիտակ տան դերը թաքցնելուց։ Պարոն փոխնախարար, Վաշինգտոնը շարունակում է ջանքեր գործադրել Կուբայի դեմ իր սանձազերծած անիրավ շրջափակման հետևանքները վերագրելու հենց այս երկրի կառավարությանը։ Արդյոք այս դիրքորոշումը արդարացի եք համարում։ Միացյալ Նահանգների կառավարությունը գործում է ճիշտ այնպես, ինչպես պատմության ընթացքում վարվել են ճնշողները։ Ժամանակակից ստրուկատիրության դարաշրջանում տերը մեղադրում էր ստրուկին, որ նա բավարար չափով չի աշխատում, ցանկանում է փախչել կամ հրաժարվում է կատարել տիրոջ հրամանը։ Պատժում էր նրան, ենթարկում էր կարգապահական տույժի եւ երբեմն կտրում ձեռքը կամ ոտքը։ Որքան շատ ստրուկներ են սպանվել իրենց տիրոջ կողմից։ Վարքագծի այս օրինաչափությունը քիչ նմանություն չունի այն ամենին, ինչն այսօր Ամերիկան վարում է Կուբայի նկատմամբ։ Չպետք է մոռանալ, որ վառելիքի սակավության ներկայիս խնդիրը նոր երևույթ չէ։ Վաշինգտոնը 2019 թվականից, այսինքն 7 տարի առաջ, սկսեց արշավ սպառնալիքների դեմ տրանսպորտային ընկերությունների, ապահովողների, վերաապահովողների եւ նույնիսկ նավահանգիստների, որոնք Կուբային վառելիք էին մատակարարում։ Դրա հետևանքը եղան խիստ սահմանափակումները եւ ներմուծման ծախսերի ահռելի աճը։ Սակայն հունվարի 29-ի գործողության նորույթը այն երկրների առևտրային եւ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի բացահայտ ձևակերպումն է, որոնք Կուբային վառելիք են էքսպորտանում։ Այս քաղաքականությունը ունի երկու հիմնարար հետևանքներ։ Առաջինը անողող եւ խորը ազդեցությունը Կուբայի ժողովրդի լայքի վրա։ Երկիր, որը առանց վառելիքի չի կարող սնունդ արտադրել, խմելու ջուր ապահովել կամ պտտել տնտեսության անիվները։ Երկրորդ հետևանքը այս գործողության համաշխարհային ծավալն է։ Վաշինգտոնը բոլոր երկրներին ուղերձ է հղում, որ նա իրավունք ունի որոշելու, թե նրանք իրենց նախքանային ռեսուրսները որ ուղղությամբ պետք է արտահանեն։ Սա սպառնալիք է բոլոր երկրների ինքնիշխանության դեմ։ Որտեղ է այս ահաբեկման սահմանը։ Այս մոտեցումը թիրախավորել է ոչ միայն Կուբան, այլև ողջ աշխարհը։ Այն, որ Վաշինգտոնը Կուբային է մեղադրում այն շրջափակման հետևանքների համար, որ նա է պարտադրել այս երկրին, ոչ միայն կեղծավորություն է, այլև ամոթալի սուտ։ Այս մեղադրանքների հետևում թաքցված է անիրացիության մի ամբողջ կույք։ Երբ Ամերիկան թեդրացում է աշխարհին, թե որ երկիր իրավունք ունի կամ չունի Կուբայի հետ նավթ հարկուվաճառք իրականացնելու, իրականում նա խաղում է ազգերի ինքնիշխանությամբ։ Կարելի է արդյոք Գազայում Ամերիկայի եւ Իսրայելի համատեղ հանցագործությունները համարել շրջադարձային կետ Վաշինգտոնի վարքագիծը ձևավորելու Կուբայի նկատմամբ։ Այս երկու աղետները պետք է տարբերակել մասշտաբների տեսանկյունից։ Գազան ավերուչիչ բոմբարդումներով արյուն երեց եւ ավերուցների վերածվեց։ Տասնյակ հազարավոր մարդիկ սպանվելին ողջ աշխարհի աչքի առաջ։ Սակայն այս երկու ողբերգական դեպքերի ընդհանուր կետը միջազգային հանրության լռությունն ու պասիվությունն է։ Այն, ինչ այսօր կատարվում է Կուբայի հետ, վաղը կարող է առանց սահմանների ու խնայողության պարտադրվել ցանկացած այլ ազգի։ Արդյոք այսօր Կուբայի եւ Ամերիկայի միջև բարձր մակարդակով որևէ երկխոսություն է ընթանում։ Երկու կառավարությունների միջև ոչ մի բարձր մակարդակի երկխոսություն գոյություն չունի։ Նույնիսկ միջին մակարդակի բանակցություններ չեն վարվում։
Այնինչ եղել է զուտ սահմանափակ եւ առանձին հաղորդագրությունների փոխանակում է։ Այս կապերը անգամ նվազել են նախկինի համեմատ։ Մինչև 1 տարի առաջ մենք ԱՄՆ պետքարտեղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ կանոնավոր երկխոսություն ունեինք։ Այսօր նման բան այլևս գոյություն չունի։ Որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում Կուբայի ազդեցիկ ընտանիքների անդամների եւ Ամերիկայի կառավարության միջև ոչ պաշտոնական բանակցությունների վերաբերյալ, կղզում քաղաքական անցում նախապատրաստելու նպատակով։ Պնդվում է, որ Մեքսիկան այս հարցում կամրջի դեր է խաղում։ Սրանք բոլորը շշուկներ են։ Կուբացի պաշտոնյաների որևէ մերձավորի կողմից Ամերիկայի կառավարության հետ ոչ մի բանակցություն չի կայացել։ Մեքսիկան նույնպես նման դեր չի ստանձնել։ Իհարկե, եթե կամուրջ լինել հասկացությունը դիտարկենք համերաշխության եւ փոխօգնության իմաստով, Մեքսիկան անկասկած ամուր բարեկամության եւ Կուբայի հետ համագործակցության կամուրջ է ներկայացնում։ Այս երկիրն իր վարքով փայլուն օրինակ է ցուցադրել այն բանի, թե ինչ կարող են անել մյուս ազգերը։ Նախկինում այնպիսի կառավարություններ, ինչպիսին Վատիկանն էր, միջնորդություն են իրականացրել Հավանայի եւ Վաշինգտոնի միջև։ Արդյոք այսօր նման հնարավորություն կա։ Եթե քաղաքական կամք գոյություն ունենա, անկասկած շատ երկրներ կարող են նման մթնոլորտ ապահովել։ Սակայն չպետք է մոռանալ, որ Կուբան եւ Միացյալ Նահանգները ներկայումս դիվանագիտական հարաբերություններ ունեն։ Երկու երկրների դեսպանատները գործում են մայրաքաղաքներում։ Մեր խնդիրը հաղորդագրության ուղիների բացակայությունը չէ, գլխավոր խնդիրը կամքի բացակայությունն է։ Այո, նման միջնորդությունը հնարավոր է, սակայն այն պահանջում է Ամերիկայի կառավարության լուրջ վճռականություն, պատվորար, հարգալից եւ երկու կողմերի ինքնիշխան իրավունքները հարգող երկխոսության համար։ Պահանջը, որը Կուբան է ներկայացնում, ոչ սայրահեղական է, ոչ էլ անտրամաբանական։ Կուբան Միացյալ Նահանգների տարածք չէ, երբեք չէ եղել եւ չէ Ամերիկայի կամ որևէ այլ երկրի կաղոնդ։ Կուբան անկախ եւ ինքնիշխան երկիր է։ Մենք հնարավոր ենք համարում երկխոսությունը պարոն Թրամփի կառավարության հետ, պայմանով, որ Վաշինգտոնը ճիշտ գնահատի, թե որն է իր իրական ազգային շահը, որոնք են իր առաջնահերթությունները եւ որ գործոններն են իսկապես կենսական իր ազգային անվտանգության եւ ժողովրդի բարեկեցության համար։ Ամերիկան պետք է վերջ դնի հեքիաթներ հորինելը, որոնք հակակուբայական շրջանակները հյուսում են իրենց գոյատևման եւ շահադիտությանը թշնամանքի շարունակության միջոցով։ Պետք է մի կողմ դնել Կուբայի սպառնալիք լինելու մասին ստելը, պնդում, որը իրական հիմք չունի։ Կուբան ոչ մի դեր չունի թնդրամթերքի մախնաժողության մեջ, ոչ էլ թույլ է տալիս, որ իր տարածքը օգտագործվի այդ ուղղությամբ։ Կազմակերպված մաֆիան Կուբայում տեղ չունի։ Մենք բազմիցս համագործակցել ենք Ամերիկայի հետ այս ոլորտներում։ Ամերիկայի քաղաքացիները պետական արգելքի պատճառով զրկված են Կուբա ճանապարհորդելու հնարավորությունից։ Ամերիկան ընկերությունները իրավունք չունեն ներդրումներ կատարել, առևտուր անել եւ շահույթ ստանալ Կուբայում, ոչ թե այն պատճառով, որ Կուբան է խոչընդոտում, այլ որովհետեւ իրենց կառավարությունն է արգելել։ ԱՄՆ-ում բնակվող կուբացիները նույնպես զրկված են հայրենիք ճանապարհորդելու, ընտանիքի հետ հանդիպելու եւ կղզում տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորությունից, Ամերիկայի ներսում ահաբեկման եւ սպառնալիքի քաղաքականության պատճառով։ Իրական երկխոսությունը կարող է վերացնել այս բոլոր արգելքները։ Ինչն է համարում Կուբայի հանդեպ այս երկարամյա թշնամանքի արմատը։ 67 տարի է, որ Ամերիկայում արմատավորվել է քաղաքական մտածելակերպի մի ձև, որը պարտադիր չէ, որ պատկանի ամերիկացի քաղաքական գործիչների ներկայա սերնդին, բայց ասում է, որ Կուբան չպետք է տեսնի առաջընթացը, քանի որ հեղափոխություն է կատարել։ Սա մեր ազգի ճակատն է, որը ենթարկվել է խորը վերափոխման, ճշմարտություն, որը ոչ ոք չի կարող փոխել, եւ այս մեղքով էլ նա շարունակում է պատժվել։ Դրան զուգահեռ Ամերիկայում գոյություն ունի մի փոքր, բայց ազդեցիկ քաղաքական հոսանք, որը Կուբայի հանդեպ թշնամանքից վերածել է բիզնես եւ քաղաքական կապիտալ։ Նրանք այս ատելությամբ են հագենում։ Արդյոք Մարկո Ռուբիոն է այս բամբասանքների աղբյուրը։ Բացառված չէ, բայց հստակ ասել հնարավոր չէ։ Կարևորն այն է, որ այս շշուկների ալիքը օդի ծուխի պես է, թաքցնելու համար այն անողող քննջականությունը, որը տեղի է ունենում Կուբայի ժողովրդի դեմ։ Փոխանակ հարց տան Ամերիկայի հարձակումի Կուբայի վրա իրավաչափության մասին, փոխանակ հարցականի տակ դնեն այլ երկրների ինքնիշխանության սահմանափակումը, փոխանակ խոսեն անմեղ ժողովրդի վրա պարտադրված տառապանքի խորության մասին, որոշ լրատվամիջոցներ հետապնդում են այս շեղավոր հարցերը։ Կուբայի ժողովուրդը դիմակայել է ահռելի տառապանքի եւ գուցե ավելի մեծ վնասներ են սպասվում նրանց։ Երբ սննդամթերքի արտադրությունն ու բժշկական ծառայությունները փլուզվեն, վերքերը ավելի կխորանան։
Վերակենդանացման բաժանունքները, վիրահատարները եւ դիալիզի սարքերը առանց էլեկտրականության դադարում են աշխատել։ Սննդի բաշխումը առանց վառելիքի անհնար է դառնում։ Ջրի մհումը առանց էներգիայի հնարավոր չէ։ Շտապօգնության եւ տաքսիները դադարում են շարժվել։ Ուսուցիչը եւ բժիշկը ճանապարհ չունեն դեպի իրենց աշխատավայր։ Այս բոլոր սահմանափակումները իրականություն են, սակայն Ամերիկան երբեք չի հասնի այն նպատակին, որը ձգտում է։ Կուբայի կայունության այս զարմանալի հրաշքը արմատավորված է սոցիալիստական հեղափոխության 67 տարիների մեջ։ Հեղափոխություն, որը ստեղծվել է մարդու համար, սոցիալական արդարության համար, որպեսզի բոլորը կիսեն դժվարությունները եւ բոլորն էլ օգտվեն դրա պտուղներից։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Las luces bailan.